Եկեղեցի թեման շարունակե մնալ մեր հասարակության կարևոր նյութերը մեկը Կարեգին Կաթողիկոսը գարկալույց հռչակեց տեսած էր գրառումը Գևորգ Սրբազանի մասին։ Այս գործընթացով կարծես Կաթողիկոսը փորձե միավորներ կուտակել։ Ինչ է պատկերը ձեր կարծիքով։ Որոշումը նախորդ վիճարկել է դատարանում։ Ուղիղ գրված է սա։ Արդյոք սա բարձրաստիճան հոգևորականի կարգալույծության համար հիմք է։ Կարդացեք կարգալույծության հիմքերը։ Սա եւս կարելի է գտնել համացանցում։ Չկա նման բան։ Պետության դեմ իր եղբայրը ապացուցվեց, որ օտար երկրների կողմից հավաքագրված է։ Այս ամեն ինչը իր համար կարգալույծության հիմք չէ, բայց երբ որ իր ապօրինի որոշումը վիճարկել է դատարանում, իսկ դատարանում վիճարկել է իրավունքները, սա ուղիղ մարդու իրավունքներ է, սահմանադրական իրավունք է։ Այս սա հիմք է, որպեսզի կարգալույծանան բարձրաստիճան հոգևորական, հասկանում եք ուր ենք հասել։ Սա եկեղեցին քանդելու մասին է, դրա համար ենք ասում պետք է բարենորոգում, պետք է նորմալ առաջնորդ հոգևոր։ Ձեր օրագարկը գիտեմ որ խաղաղության օրագարկն է, արդյոք դեռ այդ օրագարկը խաղաղության ազդու է, որ մեր սովորական քաղաքացիները կան եւ ինչու պիտի ընտրեն ցեզի։ Վստահ եմ, որ քաղաքացիները էլի ուզելու են խաղաղության ճանապարհը, որովհետեւ դաշտում դիրքավորված մնացած ուժերը ասում է ես գալու եմ, օգոստոսի 8-ի համաձայնությունները չեղարկելու եմ, ամեն ինչ վերաբանակցելու եմ, ջնջելու եմ նորից գրելու եմ, տարածաշրջան եմ բերելու այլ ուժերի, Ռուսաստանին, Չինաստանին եւ այլն, այսինքն ինչ է անելու։ Տորպետը հարելու է այն իրավիճակը, որը ունենք, այն համաձայնությունները, որը ունենք, խաղաղությունը, որը կա։ Իսկ խաղաղության այլընտրանքը պատերազմն է։ Դուք Արցախը երբևէ ծախած եք, սպիրկի մեջ ալ տարածված է այս խոսույթը եւ շատ տարածված է, նաեւ ձեր գուսակցության մասին չսեմ ինչ հայտարարություններ կգադարվին աջախ այդ բոլորը գադարվին համագարկված ձևով ինչ կպատասխանեք։ Ղարաբաղը ծախելուց խոսում են այն մարդիկ, որոնք լինելով Ղարաբաղից ուրացել են Ղարաբաղը, ուղղակի ուրացել են, որովհետև ամբողջ ընթացքում Ղարաբաղը իրենց համար ծառայել է մի բանի համար՝ գալ իշխանության, պահել իշխանությունը, գալ իշխանության, պահել իշխանությունը։ Բարև ձեզ հարգելի ագնտիրներ, ես Սակարյանն եմ, կշարունակենք Արևելքի անկեղծ զրույցներու շարքը, այսօր հյուրս Հասմիկ Հակոբյանն է, Հայաստանի խորհրդարանի պատգամավոր, նաև քաղաքացիական պայմանագիր գուսակցության վարչության անդամ։ Բարև ձեզ, բարի եկած եք։ Տիկին Հակոբյան, ինչ կկատարվի ԿԲ-ին ներս նախընտրական փուլը ինչպես կընկալեք կան անհաշտ իրավիճակներ, թե ամեն ինչ բնականon հունով կընտանա եւ այն վարգածը, որ դուք գոմ չեք դաշինգով մասնակցելու ճիշտ է արդյոք։ Ինչպես ցանկացած առողջ օրգանիզմ մեր կուսակցությունում եւս կան իհարկե աշխատանքային տարբեր process-ներ եւ չի կարող ամեն ինչ իդեալական հարթ լինել, դա նորմալ էլ չէր լինի կարծում եմ, բայց աշխատանքային եթե անգամ կան հակասություններ, դրանք աշխատանքային են, գաղափարական որևէ խնդիր եւ չհասկացվածություն չունենք, շատ մոտիվացված եւ ակտիվ գնում ենք դեպի հերթական ընտրություններ ու նոր չի որ մեզ մոտ կուսակցաշինությունը, այդ նախընտրական տրամադրությունները միայն հիմա չէ։ Մենք մշտապես այդ տրամադրություններով ենք աշխատում, այսինքն մեր ուժերի մաքսիմալ լարումով ենք աշխատում։ Գնալ դաշինքով թե կուսակցությամբ, սա ընտրություն է եւ քննարկման հարց է։ Գիտեք, որ նախկինում մեր կուսակցությունը դաշինքով եւս ներկայացված եղել է հենց հեղափոխության ժամանակ խորհրդարանում, դա որոշելու հարց է, ճիշտ ու սխալի խնդիր չեմ տեսնում։ Մենք հայտարարել ենք, որ այո, մենք մեր կուսակցությամբ ենք մասնակցել։ Գիտեք Տիկին Հակոբյան, այս բոլորի առընթեր ձեր օրագարկը գիտեմ որ խաղաղության օրագարկն է եւ շատ լավ գիշեմ օգոստոս 8-ի այդ մեծ իրապես մեծ տարողունակ դեպքեն ստորակրութեն նախաստորակրութեն յետք պիտի ցիտեմ ձեր գործընկեր Վահագն Ալեքսանյանի խոսքը որ ադգե յետք արդեն ինտիմությունը այսպես ասած շատ դաժան վիճակում հայտնվեց, չեմ ճիշտ բառը չեմ հիշեր ինչպես օգտագործեց, այսինքն համարյա ինտիմության շանսերը զրոյացան։ Արդյոք դեռ այդ օրագարկը խաղաղության ազդու է, որ մեր սովորական քաղաքացիները կան եւ ինչու պիտի ընտրեն ցեզի միայն այդ օրագարկին համար, օրինակ։ Գիտեք, խաղաղությունը սովորական բան չէ։ Մենք սկսում ենք սովորել ապրել խաղաղ միջավայրում եւ սա
երբևէ ես ուզում եմ որ դառնա սովորական, բայց դա այնքան մեզ ձեռք բերում է, որ չի կարող ուղղակի դառնալ սովորական, որովհետև մենք վերջին 3 տասնամյակում պատերազմական իրավիճակում ենք ապրել։ Որոշակի սառած վիճակ, բայց մշտապես միջադեպեր սահմանին, մշտապես զոհեր եւ միայն այդ այսպես կոչված խաղաղ շրջանում մեր սահմանին զոհերը համարյա նույն չափ են եղել, ինչքան պատերազմական դարեգան գդրվածքով այո մեծ են գիշը։ Այսինքն պատերազմը երբեք չի դադարել։ Մենք միշտ եղել ենք այդ իրավիճակում։ Էլ չեմ ասում այն բարդ իրավիճակը տնտեսական առումով, տարբեր առումներով, որ Հայաստանը եղել է, քանի որ եղել է շրջափակման մեջ։ Բլոկադա։ Այո, մի հատ կյանքի ճանապարհ ունեցել ենք Վրաստանով, մի հատ Իրանով եւ գիտեք Իրանը ինչ բարդ հարաբերություններ ունի առհասարակ արևմուտքի հետ։ Հետևաբար մենք հիմա սկսում ենք ապաշրջափակվել։ Մենք այս ընթացքում ամեն ինչ արել ենք, որ ունենանք խաղաղություն, ունենանք ապաշրջափակում, ունենանք տնտեսական զարգացում, հետևաբար նաև խաղաղ եւ զարգացող երկրում երջանիկ անհատներով իր իրավունքների պաշտպանությամբ հասարակություն ունենանք։ Եվ մենք այն մեր խոստումը, հիշում եք 21 թվականին մենք ասել ենք խաղաղություն պետք է լինի, այդ բարդ իրավիճակում, հա, պատերազմից ամիսներ անց մենք մեր քարոզարշավը խաղաղության լոզունգներով ենք գնացել, ինչի համար էլի քննադատվել ենք եւ բոլոր մեր քայլերի ժամանակ մենք քննադատվում ենք։ Անկամ վարչապետի հանդիպումը Թուրքիայի նախագահի հետ, Ադրբեջանի նախագահի հետ, մի հեռախոսազրույցը, մի խոսակցությունը մենք կատաղի քննադատվել ենք դրա համար։ Բուլինգի ենք ենթարկվել, ինչ քննադատել։ Բայց սա մեզ հետ չի կանգնացրել այն խոստումից, որ տվել ենք քաղաքացիներին եւ ինչի համար ստացել ենք մեծ վստահության քվե։ Եվ հիմա մենք պարզ ճակատով գնալու ենք նորից մեր քաղաքացիներին ասենք, ահա այնինչ ձեզ խոստացել ենք եւ ահա ճանապարհը այդ խաղաղությունը մշտական դարձնելու համար։ Ինչի մասին իդեպ նաեւ խոսում էր Ադրբեջանի ղեկավարությունը մշտական խաղաղության մասին վերջին օրերին։ Այսինքն պատերազմի էջը փակված է ոչ միայն մեզ համար, այլև այն երկրի համար, որից այդ սպառնալիքը եղել է եւ ունեցել ենք այդ իրավիճակը նաեւ պատերազմական։ Հետևաբար մենք վստահ եմ, որ քաղաքացիները էլի ուզելու են խաղաղության ճանապարհը, որովհետեւ դաշտում դիրքավորված մնացած ուժերը բացառությամբ 1-2 երևի դեպքերի, որոնք նախկին իշխանության սատելիտներ չեն, մնացած գերակշիռ մասը ասում է ես գալու եմ, օգոստոսի 8-ի համաձայնությունները չեղարկելու եմ, ամեն ինչ վերաբանակցելու եմ, ջնջելու եմ նորից գրելու եմ, տարածաշրջան եմ բերելու այլ ուժերի, Ռուսաստանին, Չինաստանին եւ այլն, այսինքն ինչ է անելու, տորպեդը հարելու է այն իրավիճակը, որը ունենք, այն համաձայնությունները, որը ունենք, խաղաղությունը, որը կա։ Իսկ խաղաղության այլընտրանքը պատերազմն է, եւ մենք լինելով պատերազմի սերունդ, այդ ընթացքի մարդիկ չենք կարող նորից ուզել գնալ, գլորվել դեպի հետ։ Գիտեք, ցերտեմ գդարածվին հաջախ նույնիսկ հերախոսով, եթե սկրոլ անենք այդպիսի վախեր, որոնք կխոսին, թե վաղը ադրբեջանցիները հեսա գալիս են, վաղը թուրքերը գալիս են։ Որ ասում էին, երբ որ խոսակցությունները գնաց ապաշրջափակման մասին, դեռ օգոստոսի 8-ից առաջ էլ, օգոստոսի 8-ից անմիջապես հետո էլ, հեսա կտեսնեք, հեսա գալու են, հեսա պատերազմն է, հեսա Սյունիքը տվեցին, մենք Իրան չենք կարող գնալ։ Բազմաթիվ նման անբարոյական վարքագիծ մեր քաղաքացիների հանդեպ, որովհետև քաղաքացին լսում է վախեր ունի, չէ՞։ Ինքը ուզում էր բիզնես սկսել, ասում եմ մի րոպե չէ։ Ինքը ուզում է բարելավի իր միջավայրը, օրինակ, նոր տուն գնի, նոր մեքենա գնի։ Վաղը պետք է գնան։ Բայց քանի որ ասում են հեսա թուրքերը գալիս են, հեսա մեզ գալիս են կոտորեն, հեսա Հայաստանը դառնում է վիլայետ եւ այլն, քաղաքացին ասում է մի րոպե, սպասի, այս ունեցածս հնարավորությունը մի հատ պահեմ ու մտածեմ արտագաղթի մասին, իսկ միգուցե շատերն արտագաղթել են այդ պատճառով, չնայած մենք վիճակագրությունը տեսանք, որ մենք ունենք +8000 եկած մարդ, այսինքն եկած գնացածների թվականակի մեջ +8000, իսկ 8000 մարդ վերադարձել է Հայաստան։ Չնայած իսկ կարող է 8-ի տեղը 18 լիներ, 28 լիներ, եթե այդ անբարո քարոզը չլիներ, ինչա թե իրենք որոշակի քվեներ ունենան։ Սա իրականում էլի ու դրա համար, երբ որ ամեն ինչ այժմ այլ է եւ
այսօր մեզ քննադատում են օրինակ 26%-ի փոխարեն այդ trip-ից, հա, գործարքից, եկամուտից, օրինակ 36 չունենալու համար ընդամենը, այսինքն trip-ի իրականությունը Trip-ը լավ է, բայց քիչ է։ Որևէ մեկը ներողություն չխնդրեց քաղաքացիներից։ Այդ մարդկա իրանց դեմքով ու դրանք падգամավորներ են, դրանք նախկին նախագահ Քոչարյանը, դրանք տարբեր մարդիկ են, որոնք գնացել են մարդիկ քվեարկել են, վստահել են իրանց, որովհետեւ իրանք ինչ անեն, խափեն ժողովրդին, ահու սարսափի մեջ բան, հետո էլ չասեն լավ կներեք, սխալվել ենք էս ինչ մասով։ Փորձում են էլի ինչ որ պատճառներ գտնել, արդարացնել իրանց հիմարությունները։ Այս ամեն ինչ տեսնում է քաղաքացին։ Ինքը չի կարող, ասենք, այն մարդը, որ ասում էր սա արտատարած, սա միջանցք է եւ վերջ գալիս են թուրքերը, սա էս է, այն է։ Այսօր ասում եմ, գիտեք, մենք որ գանք, մենք էս ինչ կանենք եւ 26%-ը քիչ է։ Քաղաքացին ասում է՝ մի րոպե, բայց դու չէիր ասում, որ սա վատ է, որ սա ահավոր բան է Հայաստանի համար, որ սա սուվերենության կորուստ է, որ վերջ, այլևս Ադրբեջանի դրոշն է ծածանվելու։ Դուք եք ասում։ Դրա համար ո՞նց նույնիսկ կվստահի այս մարդկանց։ Դուք Արցախը երբևէ ծախած եք, սպիրկի մեջ ալ տարածված է այս խոսույթը եւ շատ տարածված է, նաեւ ծեր գուսակցության մասին չսեմ ինչ հայտարարություններ կգադարվին աջախ եւ այդ բոլորը գադարվին համագարկված ձևով ինչ կպատասխանեք։ Մեզ Ղարաբաղը ծախելու մեջ մեղադրում են մարդիկ, ովքեր Ղարաբաղում իշխանափոխություն անելու օրերին այստեղ ծափահարում էին եւ ասում էին նույնը պետք է լինի Հայաստանի դեպքում։ Նույնը պետք է լինի Հայաստանի դեպքում։ Այդ հայտարարությունները օրեր անց Շահրամանյանը ստորագրեց Եվլախում թուղթ, որով լուծարեց Ղարաբաղը եւ Ղարաբաղը ծախելու մասին խոսում են նման մարդիկ։ Ես չեմ հասկանում այդ մեղադրանքները։ Ղարաբաղի համար առավելագույնը արվել է մեր իշխանության կողմից, առավելագույնը։ Եվ անգամ այն իրավիճակում, երբ որ մենք խնդրում էինք գնալ Սոֆիա բանակցել, որպեսզի խաղաղ գոյակցություն լինի եւ Ղարաբաղը չհայաթափվի, բզում էին, ասում էին չգնաք եւ չգնացին, բայց մի օր արթնացանք եւ տեսան գնացել են Եվլախ եւ ստորագրել են Ղարաբաղի լուծարման թուղթը։ Հիմա ով է Ղարաբաղը ծախել։ Ղարաբաղը ծախվել է իդեպ, ծախվել ասածը իհարկե ճակերտավոր հանձնվել է կամ չգիտեմ կորցվել է։ Այն ողջ ընթացքում, երբ որ Հայաստանի ռազմական բալանսը կտրուկ մի քանի անգամ տասնյակով զիջեց Ադրբեջանի բալանսին։ Այն դեպքում, երբ որ մինչև Քոչարյանի իշխանավարումը այդ բալանսը գրեթե հավասար էր։ Եվ դրան զուգահեռ Քոչարյանի ընտանիքի ունեցվածքը ավելացավ, շեշտակի ավելացավ, բանակին իջնում էր, Իրանը ավելանում էր։ Այդ ո՞նց էր ստացվել։ Այդ ո՞նց է իր բանը նոր չափահաս դարձած որդին արդեն իսկ միլիոնատեր, միլիարդատեր, չգիտեմ էլ ինչ թվերի մասին է, քանի զրոյով թվերի մասին է խոսքը։ Որտեղ նայում ես, սա իրենցն է, սա իրենցն է, պատկանում ես բաժնեմասի իրենցն է, այս իրենցն է, այն իրենցն է։ Այն ինչը որ չեն կարողացել ինչ որ կերպ հիմնավորեն, հիմա միլիարդներով ապօրինի գույքի բռնագծման այդ օրենքի շրջանակներում հետ է պահանջում պետությունը նրանցից, բայց ինչեր ապացուցվել չի եղել, ինչեր չեն կարողացել ապացուցել, որ իրենցն է, ինչերի հանդեպ է, այսպես ասած, վարչապետը լավ ձևակերպում էր էլի անում, ասում էր ոնց են թաքցրել այդ իրենց ունեցվածքը։ Եվ Ղարաբաղը ծախելուց խոսում են այն մարդիկ, որոնք լինելով Ղարաբաղից ուրացել են Ղարաբաղը, ուղղակի ուրացել են։ Որտեւ ամբողջ ընթացքում Ղարաբաղը իրենց համար ծառայել է մի բանի համար։ Գալ իշխանության, պահել իշխանությունը, գալ իշխանության, պահել իշխանությունը։ Եվ դա ես ասում եմ 90-ականներից, երբ որ ընտրություններ էր, Լևոն Տեր-Պետրոսյանը համարվում էր Ղարաբաղը հանձնել պատրաստվող եւ Քոչարյանը այդ դրա վրա իր կամպանիաներ անում նախընտրական ինքը օգտագործում էր որ գա իշխանության հետո պահի իշխանությունը եւ ասենց անընդհատ միջև վերջ անգամ Ղարաբաղի հայաթափումը այդ ընթացքում էլ իրանք էլի մտածում էին որ ստեղ կանեն հեղափոխություն Հայաստանում իշխանություն կվերցնեն դրա համար այնպես արեցին որ Ղարաբաղում այդ իրավիճակը լինի որ չգնան բանակցեն եւ մնան Ղարաբաղում
այ հայաթափվի Ղարաբաղը։ Հետո էլ գան եւ տարբեր եթերներում դրա համար մեղադրեն իշխանությանը, Ադրբեջանին մաքրագործեն, Ադրբեջանը ոչ հարձակվել է ասեն, մենք ենք սադրել, մենք ենք արել, բա ինչ պետք է աներ։ Այսինքն իրենք ոչ թե Ղարաբաղն են ուրացել, ոչ թե Ղարաբաղի դավաճան են, այլ Հայաստանի Հանրապետության, առհասարակ հայության, որտեղ էլ այդ հայը գտնվի, որովհետև նույն Սփյուռքում էլ չի վերաբերվում Սփյուռքին։ Սփյուռքը ցավ չի ապրում, Սփյուռքի մեր որևէ հայրենակից իր հայրենիքի համար ցավ չի ապրում, բայց այդ տեղն է, որտեղ ինքը տանն է եւ կարող է ցանկացած պահի վերադառնալ։ Իսկ այս թեզին շարունակությունը ծեր մոտ նաև ծեր քաղաքական գուսակցության մոտ զգուշություն մը գա Արցախի վերաբերյալ, Արցախի անունը չհիշել, կամ Բաքվի բանդերում մեջ եղողներու վերաբերյալ զգուշավորություն, Արցախի մասին չխոսիլ, Արցախի մեջ տեղի ունեցած, ասենք, գիտեք, մշակութային գոտողներու ավերում։ Ով ասաց, որ մենք դրա մասին չենք բարձրացել։ Մենք ունենք ինստիտուցիոնալ մեխանիզմներ աշխարհին, ՅՈՒՆԵՍԿՕ-ին, տարբեր կառույցներին, այն կառույցներին, որոնք զբաղվում են նման գործերով, մենք դիմում ենք, մենք աշխատում ենք։ Դա բան չէ, էլի, որ տենց շահարկվի անընդհատ։ Մի հատ դաշնակցական падգամավոր դուրս է գալիս, ինչ որ բան է ասում, տենց դառնում է դոգմա դա։ Այդպես չէ։ Իմանալով իրականությունը իդեպ, այստեղ էլ են մանիպուլացնում։ Մենք հիմա խոսում ենք Ղարաբաղի մասին, ով ասեց, որ մենք խուսափում ենք Ղարաբաղից մասին խոսելիս։ Մենք բռնի տեղահանված մեր հայրենակիցներին հսկայական աջակցություն ենք ցույց տվել, մարդկային, սոցիալական, հոգեբանական, ամեն կերպ։ Ես ինքս տեղահանման օրերին եղել եմ այն առաջին վրաններում, որ գալիս էին դիմավորում էինք իրենց։ Ես տեսել եմ մեր հայրենակիցների, Հայաստանի հայերի հոգատարությունը, սրտացավությունը այդ մարդկանց հանդեպ։ Ես տեսել եմ դա։ Ու իշխանությունը ինչքան բան է անում, բյուջեից ինչքան հատկացումներ են լինում, նրանց բնակարանային ապահովության, մասնագիտության ստացման, աշխատանքի տարբեր, սկսած մանրուքից, մանկապարտեզում առանց հերթ երեխային տեղավորելուց, դակավին կշարունակվին այդ նեցուկները։ Ավելի ինստիտուցիոնալ մակարդակով են շարունակվում հիմա։ Ավելի մեխանիզմը այնպես է դրված, որ այո, էլի շարունակվում է աջակցությունը եւ միայն բնակարանային ապահովման ծրագիրը դա հսկայական գումարների տրամադրում է բյուջեից եւ դրա համար կամք է պետք։ Ինչ որ բանից պետքա կտրես, այստեղ կենտրոնացնես, չէ՞ որ անսահմանափակ չէ այդ բյուջեն։ Եվ մենք որևէ կերպ չենք խուսափում, բայց այս ամեն պատմության մեջ պետքա իրողությունները առերեսվել դրանց իրողություններին եւ նաեւ կամք դրսեւորել, գնալ այն ճանապարհով, որ այլևս որևէ հայ չզոհվի հերթական պատերազմներում։ Պետքա մենք կորցրել ենք հնարավորությունը, մենք ունեցել ենք հնարավորություն կապիտալիզացնել ռազմաճակատում մեր առավելությունները, բայց այդ հնարավորությունները, ինչպես ասացի, այդ տարիների ընթացքում անընդհատ կորցրել են։ Եվ անգամ բանակցային փաստաթղթերը, եթե նայեք, ամենաառաջի թղթից միջև ամենավերջին թուղթը, ամեն հաջորդ թուղթը ավելի վատ պայմաններ է եղել Հայաստանի համար։ Ավելի վատ։ Այստեղ իհարկե նախընտրական էլի քարոզարշավի ժամանակ այդ նախկին նախագահները այդպես տեխնացու որպես դրանք մեզ հրամցնում էին իբր դիվանագիտական հաղթանակներ, բայց հետո ոնց որ ասում են լույսերը տվեցին, փաստաթղթերը տեսանք ինչ էր կատարվել։ Մենք այդ հնարավորությունը կորցրել ենք այն մեր պատմական իղձերի իրականություն դարձնելու թույլ տվեք ասել։ Եվ պետք է իրողության հետ առերեսվել։ Մենք ծանոթ եք երևի մեր դիտողները եւս մենք իրական Հայաստանի գաղափարախոսությունն ենք առաջ մղել եւ խոսում ենք սրանց մասին շատ հստակ եւ բարձրաձայն, ինչի հիմքում մեր սուվերեն 29743 քառակուսի կիլոմետր տարածքն է եւ ավել որևէ տարածքի, որևէ սանտիմետրի հանդեպ մեր որևէ հարևանից հավակնություն չունենալը, որովհետև հավակնություն ունենալը ուղիղ նշանակում է պատերազմ, նշանակում է հրահրում, չէ՞ որ եթե մենք այս վերջերս երբ որ մինչ օգոստոսի 8-ը Ադրբեջանը խոսում էր Արևմտյան Ադրբեջանի մասին, որը հավակնություն էր Հայաստանի տարածքների նկատմամբ, մենք ինչքան ցավագին էինք ընդունում եւ պարզը չէ որ ձեռքներս ճարներ ամեն կերպ դրա դեմ կպայքարենք
ամեն կերպ։ Եվ հիմա մենք շրջափակված ենք գոնե արևելյան եւ արևմտյան մեր սահմաններով Թուրքիայի, Ադրբեջանի կողմից եւ որոնց ռազմական բալանսը, հզոր բանակը Թուրքիայի դեպքում եւ այլն, դրա հետ պետքա դու առերեսվես, թե չէ։ Այո, հայրենասիրական ճառեր, լավագույն ցանկություններ կարող ենք ասել, բայց դրա իրագործումն ի՞նչ է։ Երբ որ մենք Մասիսի Արարատի սարի մասին խոսակցություն սկսվեց։ Արարատ սարի, որը մեր մշակութային ինքնությունն է, որը մեզ շատ հոգևոր առումով մեր սարն է։ Մենք բոլորիս տներում տեսած կունենանք Արարատով նկար որպես գործ պատուհաններից երևում է Երևանից ինչքան գեղեցիկ է, չէ՞, Արարատը, բայց դա մեր պետության հետ ինչ կապ ունի, մեր պետականության հետ ինչ կապ ունի, եւ դրոշմակնիքի վրայից սարը այդ ուրվագիծը հանելու ժամանակ ինչ աղմուկ բարձրացավ։ Պետք է կանգնել ասել, եթե շատ լավ սիրելի ընդդիմություն, հատկապես դաշնակցություն, եթե դուք այդպես չեք մտածում, հայտարարեք, որ դուք գալու եք իշխանության եւ գնալու եք այդ սարը գրավելու եք։ Ոչ մեկ չի, չէ, հայտարարի նման բան։ Ձեզ ասեմ ավելին, նույն դաշնակցական падգամավորները իրենց տարբեր հարցազրույցներում, քանի որ ես շատ ակտիվ դիտարկում եմ նաեւ ընդդիմադիր դաշտի խոսույթը, դաշնակցական падգամավորները կարող եմ ապացուցել անհրաժեշտության դեպքում։ Հայտարարում են, որ դե հոմենք չենք գալու եւ պարզա չէ, որ գանք իշխանության հո չենք Ղարաբաղը հետ բերելու։ Հո չենք ասում բادرազմի գնանք։ Սարը մերն է։ Բայց երբ որ խոսակցությունը բացվում է, իրենք այդ երկերեսանությունն է առաջ գալիս, սկսում են մեղադրել եւ հակառակի մասին քարոզանել եւ մարդկանց մեջ այդ հույզերը, այդ ցանկությունները բորբոքել ու ատելություն սերմանել իշխանության նկատմամբ, որոնք իրողությունների մասին են խոսում։ Այո, եթե դուք նայեք նույն դաշնակցության, մի քիչ շատ եմ խոսում, որովհետև դե պարզա որ Սփյուռքում շատ են մեր դաշնակցական մեծ լսողները, բայց կարծում եմ ինչքան էլ հիմա տակ ինչ որ ատելության խոսքեր լինի, անգեղծ եք խոսում, կարևոր։ Անգեղծ եմ խոսում։ Եթե նայեք դաշնակցական նպատակները, կուսակցության նպատակները գրված է դա, փաստաթուղթ է, կարելի է բացել եւ կայքում գտնել եւ կարդալ։ Դաշնակցության նպատակն է միացյալ Հայաստանը, որի մեջ մտնում է ուրեմն եւ Մասիս սարը, եւ Ջավախքը, եւ Պարսկահայք նահանգը, եւ Ղարաբաղը։ Մեր 4 հարևաններից տարածքային պահանջ, ուղիղ դա, մեր 4 հարևաններից տարածքային պահանջ է։ Հիմա իրենք այդ նպատակների հետևից գնում են, գնալու են, երբ որ իշխանություն լինեն։ Թե դա ուղղակի ճառ է եւ հաճելի է դրա մասին խոսել եւ բոլոր դուք չեք ուզի, որ Հայաստանը անծայրացիր մեծնի, շատ մեծ։ Մի քիչ մեծ, շատ մեծ։ Բոլոր մենք ես չեմ ուզի, բոլորը կուզեն, բայց ինչ է դա նշանակում։ Երկրի սահմանների չափսերը ուղիղ համեմատական չեն դրա մեջ ապրող ժողովրդի իրավունքների պաշտպանությանը, բարեկեցությանը, երջանկությանն ու անվտանգությանը։ Այսօր մենք ունենք օրինակ շատ փոքր աշխարհում երկիր, օրինակ, չեմ, Լյուքսեմբուրգը։ Շատ փոքր, շատ քիչ բնակչությամբ, Հայաստանից մի քանի անգամ փոքր եւ մի քանի անգամ քիչ բնակչությամբ։ Բայց ինչպիսի ուրեմն բարձր աշխատավարձներ, մարդու իրավունքների պաշտպանություն, երջանիկ մարդիկ, ապահով երկիր, շատ զարգացած երկիր, որը օրինակ է, օրինակ մյուս երկրների համար, Եվրամիության երկիր նաև անդամ, բաց սահմաններով հրաշալի, մի խոսքով։ Եվ շատ մեծ, ամենատարածքով մեծ երկիրը ունենք Ռուսաստանի Դաշնությունը։ Եվ շատ մարդիկ Ռուսաստանի Դաշնությունից չեն փախչում Լյուքսեմբուրգ։ Ինչու՞։ Չէ՞ որ իրենց երկիրն ավելի մեծ է։ Այսինքն երկրի սահմանները, տարածքները, մեծությունը ուղիղ համեմատական չէ այդ երկրի բարեկեցությանը, անվտանգությանը, ապահովմանը եւ մարդկանց մարդ որպես իր իրավունքների պաշտպանությանն ու ազատությանը։ Դրա համար մենք ինչ ունենք, ինչը 100% սուվերեն է եւ մերն է եւ ապահով է, մենք դա պետք է պահենք սրբության որպես սրբոց։ Եվ դա պահելը նաև նշանակում է չունենալ ռազմատենչ հռետորաբանություն եւ գործողություն, որովհետեւ մեր հարևանները, գիտեք, բարդ տարածաշրջան է
եւ մեր հարևանները այն հարևաններն են, որոնք կան եւ որևէ պարագայում դրանք չեն փոխվելու։ Ոչ էլ մեր երկիրն են կարողանալու վերցնենք, տանենք հենց այդ Լյուքսեմբուրգի կողքը դնենք։ Սա է մերը եւ պետք է համագործակցենք մեր բոլոր հարևանների հետ, չունենանք վտանգներ, համագործակցենք, դրանից ունենանք դիվիդենդներ մեր երկիրը, տնտեսությունը աճի, բաց սահմաններ լինեն, խաղաղ ապրենք եւ զարգանանք։ Եվ այդ բարդ տարածաշրջանը, երբ որ ես ասացի, երբ որ մեզ միշտ մենք դպրոցական տարիքից, պատմության դասագրքից, աշխարհագրության դասագրքից կհիշեք, որ ասում էին բարդ խաչմերուկ է Հայաստանը, որ տարբեր շահերի բախման կետում է գտնվում եւ այլը պատմականորեն, մենք այդ բարդ տարածաշրջան կոչված այդ խաչմերուկը ի բարօրություն Հայաստանի ենք մտածել օգտագործենք եւ խաղաղության խաչմերուկ նախագիծն ենք աշխարհին ներկայացրել։ Ժամանակին, երբ որ մենք այդ խաղաղության խաչմերուկը բրոշյուրի տեսքով մեր բոլոր հանդիպումներում, խորհրդարանում լինի, արտասահմանում մեր գործողումներում, երբ որ մենք դա տանում ենք ներկայացնում ենք, այդ նույն ընդդիմադիր падգամավորները էլի կան փաստերը, էլի կարող եմ ապացուցել բառացի։ Ասում էին, այդ բրոշյուրը թափահարում եք, ձեռ էին առնում այդ նախագիծը։ Ասում էին, ով է դրան ուշադրություն դարձնում, տո հանրապետական Մամիջանյանը ֆրակցիա ղեկավար, տո դաշնակցական падգամավորը, բոլորը քոչայանականներ եւ այլն։ Ասում էին, ձեռ էին առնում, ասում էին, դա մենակ դուք եք տենց լուրջ թափահարում եք բրոշյուրը։ Ինչ ունենք դրանից ամիսներ անց։ Ունենք հստակ գերտերություն, Միացյալ Նահանգների պայմանագիր, այդ խաչմերուկի հետ կապված, որը անվանվեց TRIP, այդ հատվածը գոնե մի հատվածը ճանապարհի։ Ունենք ֆինանսական հսկայական ներդրումներ ենք ունենալու այդ խաչմերուկում, ընթացքի մեջ է էլի ներդրումները դեռ ունենալու ենք նաև ապաշրջափակում, որը ոչ միայն տնտեսության եւ ուրեմն տնտեսական շահերի մասին է, այլ ուղիղ խաղաղության մասին է, ուղիղ անվտանգության մասին է։ Այս բոլորեն անտին, եթե վերադառնանք ներքին օրագարկին, ցեզ համար խոսքի ազատության սահմանը ուր կգծվի։ Գիտեք, ընդունելի է, ինչքանով ընդունելի է, որ արդահայտության համար ասենք գրոնավորը փանդարգվի կամ ինչ որ բլոգերը փանդարգվի։ Դուք ինչպես կդիտարկեք այդ մեկը։ Ես որպես օրենսդիր մարմնի անդամ, ինձ համար օրենքները շատ կարևոր են եւ կարմիր գիծ է։ Չէ՞ որ մեր օրենքներում կա քրեական պատասխանատվություն հենց խոսքի համար։ Սահմանը որտեղ է։ Այդտեղ է սահմանը։ Սահմանը մեկ այլ դեպքում միտեղ է, որտեղ մյուս մարդու արդեն հասնում ես իր ազատությանն ու իր իրավունքների արդեն ոտնահարմանը։ Այս դեպքում իհարկե քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածը, որը խոսքի համար նախատեսում է մինչև 5 տարի սահմանը ազատություն ցրկում։ Բա պետականության դեմ կոչերը ռազմական ճանապարհով լուծելու հարցերը, իշխանությունը վերցնելու կոչերը, դրանք ուղիղ հոդվածում նկարագրված են։ Դա ուղիղ հանցագործություն է, ինչը դատարանում ապացուցվել է իդեպ։ Ինձ համար սահմանը օրենքն է, օրինականությունն է, պետականությունն է, մարդու իրավունքներն են։ Եվ երբ որ ասում եք հավատավորին, եկեղեցականին սահմանափակել եք, հա, այժմ կալանավայրում է, ինձ համար կապ չունի ով է այդ մարդը։ Այսինքն գրոնավորը լալը ոչ մի պաշտոնավոր է, վեղարով է, միլիարդատեր է, Forbes-ի ցուցակ։ Ինձ համար բացարձակ նշանակ կին է, տղամարդ է, մաշկի ինչ գույն ունի, ինչ կրոնական նախասիրություններ, բացարձակ կապ չունի, բացարձակ։ Որովհետև պետությունը, պետականությունը դրանք բարձրագույն արժեքներ են։ Դա միանշանակ արժեք է, որը պետք է պահել։ Վերադառնանք ուրիշ կարևոր թեմայի Տիգին Հակոբյան։ Գիտեք, եկեղեցի թեման շարունակ է մնալ մեր հասարակության կարևոր նյութերը մեկը 3 Կարեկին Կաթողիկոսը գարկալույց հռչակեց տեսածեր Գրանումը Գևորգ Սրբազանի մասին։ Այս գործընթացով կարծես Կաթողիկոսը փորձե միավորներ կուտակել, նաև գիտենք որ եպիսկոպոսական ժողով պիտի լինի առաջիկա ամիս Շվեյցարիայում։
Ինչ է պատկերը ձեր կարծիքով։ Դուք ասացիք հիմա այլ թեմայի անցնենք, պետությունից եւ պետականությունից ենք խոսում։ Սա այլ թեմա չի։ Սա ուղիղ այդ թեման է, որովհետեւ ցավալիորեն այն կառույցը եկեղեցին, որը դարեր շարունակ պայքարել է, որպեսզի մենք երբ որ պետականություն չենք ունեցել, պահի Հայաստանը եւ ունենանք պետականություն, այսօր ուղիղ պետականության ժամանակաշրջանում պայքարում է պետականության դեմ։ Եվ երեք ԵԽԽՎ-ում բանաձևել ընդունվեց, սա միայն մենք չենք ասում։ Սա աշխարհն է ասում։ Բանաձևում հստակ ասում է, որ անհանգստացած են այս փաստերով, որ եկեղեցականները ներգրավել են եւ այդ բռնի կերպով իշխանությանը, հա, այսպես փոխություն անելու գործողություններ են արել եւ այլն։ Եվ սրանում իհարկե այդ նախկին հոգևորականը, որը սառեցրեց իր հոգևոր կոչումը, մտել էր քաղաքականություն, վարչապետի թեկնածու էր եւ հայտարարում էր, որ ինքը ունի օրհնությունը կաթողիկոսի, չէ՞, հայտարարել է եւ որևէ հայտարարություն չի եղել կաթողիկոսի կողմից, մայրաթորի կողմից, որ դադարեցրեք, չի կարելի։ Դու կոնկրետ համանadrություն ես խախտում։ Հագարականորը գսեն թե ոչ բոլորը համաձայն էին։ Հոգևորականները, այո, հոգևորականները այժմ ասում են, որ իրենք ներքին քննարկումներ ունեցել են եւ ասել են, որ չի կարելի, ասել են, որ սրա դեմը պետք է առնել։ Բայց ինքը փաստորեն այլ բանի կողմնակից եղել, ոչ կարգի է հրավիրել իր հոգևորականին, ոչ կարգալույծ է արել, ոչ մի բան, դա իր համար ընդունելի էր, բայց երբ որ հենց կարգի հրավիրելու կոչեր անող մյուս հոգևորականը, Գևորգ Սրբազանի մասին եմ խոսում եպիսկոպոսի, այդ հարցը բարձրաձայնողը արդեն դարձել է նման մարդկանց աչքի գրողը։ Դրա համար հիմա նախորդ ապօրինի որոշումը չկատարելու համար, տեսեք, Մայրաթորի հայտարարության մեջ տված է, որ Գևորգ Սրբազանի կարգալույծ է արել, որովհետև որոշումը նախորդ վիճարկել է դատարանում։ Ուղիղ գրված է սա։ Արդյոք սա բարձրաստիճան հոգևորականի կարգալույծության համար հիմք է։ Կարդացեք կարգալույծության հիմքերը։ Սա եւս կարելի է գտնել համացանցում։ Չկա նման բան։ Սեռական սկանդալ, այո, սեռական սկանդալ, այո, պետք է կարգալույծ անել նման հոգևորականի, որովհետև եկեղեցական բարքերը եւ այլը բանանում արատավորում է։ Այլ կրոնի քարոզ, այո, կարող է անել։ Հանցագործություն, ծանր հանցագործություն, քրեական եւ այլն։ Այո։ Այդ քրեական հանցագործներին, սեռական սկանդալի մեջ ներգրավվածներին, պետության դեմ իր եղբայրը, որ ապացուցվեց, որ օտար երկրների կողմից հավաքագրված է։ Այս ամեն ինչը իր համար կարգալույծության հիմք չէ, բայց երբ որ իր ապօրինի որոշումը վիճարկել է դատարանում, իսկ դատարանում վիճարկել է իրավունքները, սա ուղիղ մարդու իրավունքներ է, սահմանադրական իրավունք է։ Այս սա հիմք է, որպեսզի կարգալույծանան բարձրաստիճան հոգևորական, հասկանում եք ուր ենք հասել։ Սա եկեղեցին քանդելու մասին է, դրա համար ենք ասում պետք է բարենորոգում, պետք է նորմալ առաջնորդ հոգևոր, որը ցանկությունը ոչ թե պետականության կորուստն է, եւ սեփական գրպանը լցնելն է, սեփական, ել չեմ ասում որ երեխա ունի, ուխտ է խախտել, սեփական շրջապատին իր եկեղեցու ունեցվածքը նվիրելն է, նման դեպքերը իրել չէ, բարձրաձայնում են հոգևորականները, եւ ինչքան գիտեմ գործել կա հիմա քննվող դրա հիմքով, ել չեմ ասում որ Գեղարդից մի փաստորեն իրենց այդ հայր ասողիկը մի բանի ժամանակ, ռեպորտաժի ժամանակ լրագրողին ասում է, որ Գեղարդից ինչ որ հատված տվել են ռուս պատրիարքին նվեր։ Ասեք, ինչ իրավունքով։ Չէ՞ որ դա սեփականությունը չէ բանի։ Որևէ մարդու, որևէ հոգևոր, մեր ժառանգությունն է, բոլորի ժառանգությունն է։ Իսկ գա դպավորություն, որ այսօր իշխանությունները քաղաքական թիմը այսպես այս թեման, այս գրագե կնտագը, եթե ասենք պատկերավոր նեդաձե գրոնավորներու տաշտը եւ գուզեք դուք թիդել մինչև ընդրություններ, թե ինչ թողներսեն լուծվի հարցը եւ իսկովոսները իրենք արդեն կբարձրացային են եւ այլն։ Մենք մեր առավելագույնն ենք արել, կարծում եմ, որովհետեւ իրենցով պետք է
լուծվի։ Մաքրագրվեն, այո, վարչապետը չի կարող ինչ-որ բան ստորագրել եւ ասել վերջ դու այլևս կաթողիկոս չես կարող, չէ՞։ Մենք ինչպես պիտի գնա, բայց իհարկե առնչվում ենք եւ կառնչվենք որպես պետություն նրանց հետ, որպես մեր քաղաքացու, հա, եթե կան նվիրված գույքեր, եթե կան ապօրինություններ, ֆինանսական զեղծարարություններ, ինչի մասին խոսում, իհարկե պարտավորություն է դա, պետության պարտավորություն է, բայց մենք չենք կարող ինչ-որ հրաման ստորագրել եւ ասել դու այլևս կաթողիկոս չես։ Իրենց ներքին ընթացակարգերն են։ Եվ փառք Աստծո, որ շատ հոգեվորականներ, որոնք անտարբեր չեն այն ամեն ինչի ինչ կատարվում է եկեղեցու ներսում, եւ իրանք ինչեր գիտեն, որ մենք ուղղակի դրա մի տոկոսը սկի չգիտենք։ Իրենք այդ օրակարգը ստանձնել են եւ առաջ են ընթանում, կա խորհուրդ ձևավորված եւ կա բարագդում այնտեղ, ինչ կա բարագդում կա այդ եպիսկոպոսներու միջև չէ, որովհետեւ նրանք ոնց հասկանում են օրինակ իմացա Հովնան Սրբազանը պիտի մասնակցի այդ ժողովին Արևմտյան թեմի առաջնորդը։ Ես մանրամասներ շատ չգիտեմ, անկեղծ ասած, ես այդ խորհրդի անդամ չեմ։ Այնինչ հրապարակային կա դրանից են իմ ինֆորմացիաները, բայց ես չգիտեմ, մի օր մեկն է մասնակցում, մյուս օրը մյուսն է հայտարարություններ են տարածում անընդհատ էս ձնագնդի էֆեկտով մեծանում է եւ ես վախենամ, որ եթե երկար փորձի չգնալ Կտրիշ Ներսիսյանի եկեղեցուց որպես կաթողիկոս, ապա վախենամ, որ իրավիճակ լինի, երբ որ չմնան էլ հոգեվորականներ, բոլորին կարգալույծ անի, բոլոր եկեղեցիները խոնարհի, որտեղ պատարակ է կատարել այդ եկեղեցականը, բոլոր հավատացյալներին ասի դուք այլևս հավատացյալ չեք, ձեր մեռոնը մաքրվել է, եթե գնացել եք այդ պատարակներին, այդ հայտարարությունները դեպ ռեալ են կան։ Մայրաթորից դրա համար եմ ցիտում։ Այսինքն մի իրավիճակ կստացվի, երբ որ մի կողմում այդ կարգալույց համարված հոգեվորականներն են բոլոր, խոնարհված եկեղեցիներն են բոլոր, հավատացյալներն են բոլոր, որոնք այլևս ըստ նրա հավատացյալ չեն, եւ մյուս կողմում Կտրիշ Ներսյանը իր եղբորով, եղբոր որդիով, տենց բանով արշակով եւ այլ մի քանի հոգով, հա, ասողիկով, այս դեպքում ով է եկեղեցին, ինքը իշխանություն ունի եկեղեցու վրա։ Չէ՞ որ բնականon հունով այն եկեղեցիներում, այն հոգեվորականները, որտեղ նշանակված էին, այդ հոգեվորականները շարունակում են իրենց հոգեվոր առաջնորդությունը։ Այդ եկեղեցիներում պատարակներն են, հասարակությունը ավելի կուռ է համախմբված այդ մարդկանց շուրջ։ Նույն օրը լինում է Կտրիշ Ներսյանի հրավիրած Մայրաթորում որևէ պատարակ եւ օրինակ քահանա Տեր Արամի պատարակը տեսեք որտեղ ավելի շատ մարդ գնում։ Այն դեպքում, որ ընդդիմությունը կոնսոլիդացնում է իր ողջ ուժը, որպեսզի Մայրաթորում մարդ լինի։ Բաներ, այնց բոլոր լրատվամիջոցները մի ժամ առաջ լայվ են մտնում ու մարդ չկա այդ պատարակին։ Ով ունի աջակցություն։ Ով ունի իշխանություն։ Կտրիշ Ներսյանը հաստատ չունի ու այս հանգուցալուծումը վաղ թե ուշ պետք է լինի։ Վերջին հարցս Տիգին Հակոբյան, սկսանք ընտրություններով երբ ձեր ցուցակը պատրաստ կլինի, եթե գաղտնիք չէ։ Գաղտնիք չէ, մենք նաև Սպիրկի ագնտիրներում։ Մենք շատ թափանցիկ ենք այս գործընթացը իրականացրել։ Վարչապետը հրապարակում արեց, որ ով ցանկություն ունի ներգրավել նախընտրական ցուցակում կարող է դիմել եւ ունեցանք բազմաթիվ դիմումներ։ Հետո վարչությունով հաստատեցինք տեխնացուներին եւ հաստատված տեխնացուները արդեն առաջիկայում կանցնեն մեր պատվիրակների ընտրության փուլով։ Այսինքն պատվիրակները պետք է ընտրեն ում են տեսնում որպես պատգամավոր։ Այո, ռեյտինգային մեր ներսում, մեր կուսակցության ներսում կուսակցությունը կձևավորի։ Դա կլինի փակ հանրությունից։ Այո, եւ մենք կունենանք շատ լեգիտիմ ցուցակ եւ ոչ թե օրինակ, հա, էլի լեգիտիմ ընտրված վարչությունը միայն կորոշի թե օրինակ 5-րդ համարնով է ցուցակում, այլ պատվիրակները
ամբողջ կուսակցական ծեր մեր կուսակցական տարբեր մարմիններն են, տարբեր խորհուրդներ եւ այլն շուրջ 1000 մի քիչ ավել մեծ համակոմարի նման կանեք եւ կքվեարկեն կռեյտինգավորվի եւ մենք կունենանք շատ լեգիտիմ, այսինքն այն մարդիկ որ բոլորն ընտրում են, իրենք հաշվի են առնում քաղաքական գործի գործունեությունը, ակտիվությունը, կապը, սա էլ է շատ կարևոր եւ այլն։ Եվ կարծում հրաշալի ժողովրդավար ու թափանցիկ գործընթաց է լինելու եւ շատ լեգիտիմ պատգամավորական ուրեմն ցուցակ են ունենալու։ Ձեր թիվը ուր կտեսնեք ցուցակի մեջ։ Չեմ կարող ասել, ես իմ առավելագույնն եմ արել այս փուլում եւ վարչությունում ստացել եմ իհարկե բարձր քվեներ եւ ընտրվել եմ վարչությունը արդեն իսկ այդ պատվիրակների կողմից եւ ինձ ավելի մեծ պատասխանատվության առաջ է կանգնացրել իմ թիմը փաստորեն եւ նույն ոգով շարունակում եմ ինչքան որ կունենամ ինչքան որ կվստահեմ անգերտ զրույց էր շնորհակալ եմ ես եմ շնորհակալ մեր ագնտիրներուն հիշեցնեմ որ հյուրս Հասմիկ Հակոբյանն քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ, նաև վարչության անդամ եւ հորտորս ցեզի արկելի ագնտիրներ հետևեցեք մեր թողարկումներուն հարգեղած բարակային լայք մսեղմեցեք կնատադեցեք ընդունելի սահմաններու մեջ այդպիսով միայն ու միայն խտանած գլակ անգախ մամուլի մեր առաքելությունը բարի մտցես